որ քարքիչ են ունեց այս տները կառուցել են հիմնականում հայտից մեծ լուծել են որ բետոնային ու նայ այս տները նայ հիմնականում հին տները ոնց են կառուցել ուրեմն այս ներքևի մասը ավելի հիմքը ավելի փոքր է ավելի մակերեսը ավելի փոքր է քան վերևը ինչի վերևը բան են ավելի շատ են արի որ անձրևը որ գա այդ ներքևի վրա իբր չլցվի հետո արկելել են այդ ձևի կառուցել կիսափայտե շենքերը ընտրվել էին քանի որ սենի ափերը ծածկված էին անտառներով եւ փայտանյութի պակաս չկար իսկ քարե շենքերը մատչելի էին միայն հարուստ քաղաքացիների համար Այս տները կառուցված են աստիճանաձև սկզբունքով, որտեղ երկրորդ հարկը դուրս է ցցված առաջինից, երրորդը երկրորդից եւ այլն։ Ռուանի այս տների մեծ մասում դեռևս բնակվում են սովորական մարդիկ։ Կա այսպիսի տեսություն, թե ինչու են տները այսպես կառուցել։ Մեկի համաձայն շինարարները փորձել են հնարավորինս պահպանել իրենց նեղ փողոցների լայնությունը, բայց հետո լայնացրել են տունը սկսելով երկրորդ հարկից։ Մեկ այլ տեսության համաձայն դա արվել է, որպեսզի տանիքից ջուրը ուղղակիորեն հոսի մայթերի վրա, խուսափելով պատերից եւ հիմքից։ Ռուան քաղաքը ունի այս փայտե շենքերի ամենահին հավաքածուն։ Կիսափայտե տները քաղաքի յուրօրինակ առանձնահատկությունն են եւ աչքի են ընկնում Ռուանի ավելի ժամանակակից կառույցների ակնառու հակադրությամբ։ Հիմնականում կառուցվել է կաղնուց, այնուհետև փայտը թրջվում էր հատուկ լուծույթով եւ ներկվում էր։ Այս ձևով կառուցված տները բավականին հետաքրքիր տեսք ունեին, բայց հաճախ հրդեհներ էին այստեղ լինում եւ մեծ վնասներ էր պատճառում շրջակայքին։ Պատրաստելու հատուկ տեխնոլոգիա ունեին, անկյունագծային ձևով գերանները դնում էին, մեջտեղը լցնում էին բետոն, քար, այնուհետև սվաղով հարթացնում էին պատերը։